Նամակ Եվրոպական միության ղեկավարությանը Հայաստանի 6 կուսակցությունների անունից ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Ժառանգությունը, ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը համատեղ դիմում են Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարներին, նաև Եվրամիության խորհրդի և հանձնաժողովի նախագահներին, կոչ են անում դադարեցնել երեսպաշտությունը և գործնականում պաշտպանել ժողովրդավարությունը։ Եվրոպական դիվանագիտական ծառայությունը Հայաստանում ծառայում է Նիկոլին։ Նամակում նշվում է, որ Փաշինյանի վարչակազմն ամրապնդում է իր իշխանությունը, թուլացնում ինստիտուցիոնալ հակակշիռները և իրավապահ ու դատական համակարգերն օգտագործում քաղաքական հակառակորդների և հոգևորականների դեմ։ Արման Աբովյանը նշում է, ակցիան հակաեվրոպական չէ, պարզապես հյուրերի ուշադրությունն են հրավիրում Հայաստանի խնդիրների վրա։ Մարդիկ պետք է հասկանան որտեղ են գալիս, որովհետև այսպես կոչված չակերտներում, ժողովրդավարության բաստիոն կոչվածը դառնում է հակաժողովրդական, սենց պայմանական հազարներություն, բերդի ինչ-որ սենց տեսակ է ընդունում եւ այո, եվրոպացիները, եվրոպացի մեր գործընկերները, եվրոպացի երկրների լիդերները պետք է շատ հստակ եւ պարզ հասկանան, որ այո, Հայաստանում լրջագույն խնդիրներ են թե ժողովրդավարության հետ, թե այն հիմնական տեսլականի, որը Եվրոպայի համար դարձել է կամ աշխարհի համար դարձել է Եվրոպայի ցուցանիշ։ Ժողովրդավարությունը ներողություն արտահայտություններով չի, խոսքերով չի։ Քաղաքական ուժերը կոչ են անում Եվրամիության ղեկավարությանը հրապարակավ պահանջել Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը։ Հորդորում են հստակ արտահայտվել հայ առաքելական եկեղեցու ճնշումների ու լրատվամիջոցների ազատության սահմանափակումների դեմ։ Եվրոպական կառույցները այսօր ոչ թե եվրոպական արժեքների մասին են, որտեղ հիմնաքարային մարդու իրավունքներ են, այլ միգուցե մարդու կյանքը առուծախի հանելու և քաղաքական շահարկման առարկա սարքելու մասին են։ Պատգամավորը հայտնեց, որ ԵՄ ներկայիս դեսպանին հրավիրել է ներկայգտնվելու ընթացիկ դատական գործերից մեկին, սակայն Վասիլիս Մարագոսը լռելիային մերժել է։ Ալադավթյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։